Հոբելյանական 60-րդ էպիզոդն է, թեման կոչվում է Product Market Fit։ Այդ ոնց որ ստարտափի հրաշքա տեղ է, էլի, որ այնքան customer է գալի, որ մեկը ասես պատուանից է մտնում, մեկը դուրն է ջարդում, մեկը ծանոթ է մեջ գցում, որ գա առաջ են գնի շուտ առնի քեզանից այդպես շարունակել։ Եթե կա Product Market Fit, հաստատ գիտես, որ կա։ Հրային ասում են կհայոյես Աստծուն, ասում են եթե նա կա, անիմաստ այդ դարձվել, եթե նա չկա, անիմաստներն հայոյեն։ Պետք է կամքից ուժեղ լինես, որ շարունակես, հավատաս, որտեղ ոչ մեկ չի հավատալու, բայց դու պետք է հավատաս։ Քիչ ինֆորմացիա ունենալով կանաս ճիշտ որոշումներ կայացնես։ Փող չունես, մարդ չունես, customer չունես, պետք է համոզես ինվեստորներին։ Բայց ախոր բան որ ասես, ասում չեն եկել։ Այս ինդուստրիան մեծ չի ասում։ Իսպանիայի ոնց որ Team Telecom-ներ եկել։ Անընդհատ գալիս են, ոչ թե դու ես push-անում, որ ծախես։ Դու ես push-անում շուկային, որ ծախես, այլ շուկան ցած գալի քաշում է, քեզից տանում է։ Աշկովա տալիս ես PMF։ Սովորաբար այդ founder-ի գործն է channel market fit-ը գտնելը։ Cheating tool raises 5.3 million to cheat on everything։ Այսօր Հիտլերը լրիվ դեմոկրատական ընտրություններով դարել է Գերմանիայի կանցլեր ժամանակին։ Այն որ չգիտենք ինչից պիտի խոսանք, բայց 50 րոպե խոսացինք։ Այսինքն ոնց որ մեր երեքվա 3 ժամանոց լանչի շարունակություն ունենք։ Բարև բոլորին, այսօր Հոբելյանական 60-րդ էպիզոդն է։ Չեմ հավատում, որ հասել ենք ստեղ, չեմ հասկանում խի ենք հասել ստեղ, բայց շարունակում ենք։ Նոր Արտոն ասում էր, որ այսօր շատ ենք անգլերեն տերմինոլոգիա օգտագործելու, հենց որ եթե խնդրեմ ունեք դրա հետ մի լսեք մեզ, մի անգամից կարա կանջատեք։ Այս մի էպիզոդը բայց Այս մի էպիզոդում որովհետև բայց իրական շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսալու, կարծում ենք ստարտափների համար կարևոր է, մեր համար կարևոր է, տենց 7-ից 8 տարի անում ենք CRISP-ը, մեկը նոր անընդհատ նոր բաներ ենք սովորում հենց այս թեմաների շուրջ, ու թեման կոչվում է Product Market Fit ու Channel Market Fit, հա, այս երկու թեմաների շուրջ։ Արտուզես բանան է սահմանես Product Market Fit-ը։ դա շատ դեպեր կա։ Ես պես Մարկ Անդրեսյանի սահմանում եմ սիրում։ Ընդհանուր ասենք product market fit-ը եթե տես փորձենք ավելի բարձրացնով ասենք, դա նա երբ որ ունես մի product, որը customer-ների, հաճախորդների կամ օգտագործողների բոլոր պահանջներին ոնց որ բավարարում է, կամ հաճախորդների շուրջ սեգմենտի բոլոր պահանջներին բավարարում է, կամ շատ պահանջներին, բայց լուրջ խնդիր է լուծում իրանց համար, լուրջ ցավ է լուծում իրանց համար, ու այդ դու ոնց ես տեսնում որպես startup, երբ որ ծախելը այդ կլինի թվային մեթոդներով, թե վաճառքի մեթոդներով շատ հեշտանում է ու հաճախորդների գավերը շատ հեշտանում է ու այդ ամենը շատ արագ է սկսում լինել ու դրան գումարվում է որ եթե թվային ստարտափ ես անում որ scaling-ը հեշտ է, այսինքն ուղղակի ոնց որ կոդնա replicate լինում կամ ուղղակի հեշտ distribution-ը կարող անես ու սկսում ես շատ արագ վաճառք ունենալ։ Այդ ոնց որ ստարտափի հրաշքա տեղ է, էլի որ hence գտնում ես product market fit-ը, ասենք դրանից հետո ուղղակի սկսում ես շատ արագ աճել, էլի։ Այդ խոսքերի վրա հեշտ է դա ասել։ Իրականում աշխարհում ամենադժվար բաներից մեկն է այդ product market fit-ը գտնելը։ Մարկ Անդրեսյանը ասում է ոնց է զգում product market fit-ը, երբ որ այնքան customer է գալի, որ մեկը ասես պատուանից է մտնում, մեկը դուրն է ջարդում, մեկը ծանոթ է մեջ գցում, որ գա առաջ են գնի շուտ առնի քեզանից այդպես շարունակել ու չես հասցնում բոլոր ֆրոնտներում ուղղակի աշխատես։ Այդ ամենաշատը հենց այդ definition սահմանումն է դուր գալիս, կամ որ ասում են ոնց գիտես ունես product market fit կամ թե չէ, ոնց որ պատասխանը այն է, որ եթե կա product market fit, հաստատ գիտես, որ կա։ Ձեր հաստատ գիտես, որ կա, էլի, իսկ եթե չկա, ուրեմն ոնց որ տենց միշտ կասկածների մեջ ես, ասում ես գիտեմ լկա թե չէ, բայց եթե կա, հաստատ գիտես, որ կա, էլի։ Այդեն հրային որ ասում է դու Աստծուն հավատում ես թե չէ, հրային ասում են կհայոյես Աստծուն, սովետական միության ժամանակ, ասում է իհարկե չէ, ասում է եթե նա կա, անիմաստ այդ դարձվել, եթե նա չկա, անիմաստներն հայոյեն։ Չէ, շատ դուրս։ Այդ ու շատ բարդ է իրականում միջև product market fit-ը, որովհետև քեզ գումար է պետք, որպեսզի դու ոնց որ ստարտափը չմեռնի,
բայց չի ստացվում ծախել, ինչ որ դու ունես, կամ կարող է տեխնոլոգիան հələ դեռ այնտեղ չի, մարդիկ գալի ասում են, ունես ցույց ես տալի, բայց ասում են մի քիչ էլ լավանա նոր առնենք, կամ սխալ բան է սարքում, կամ ճիշտ բան է սարքում, բայց սխալ մարդկանց ես գնում փորձում ծախել, հա, ու դա շատ դժվար ժամանակահատված է անում ստարտափի համար, ամենադժվարներից է, էլի, ու այդտեղ են ամենաշատ ներվերը պետք ֆաունդերների, հա, պետք է կամքից ուժեղ լինես, որ շարունակես, հավատաս, որտեղ ոչ մեկ չի հավատալու, բայց դու պետք է հավատաս, ճիշտ որոշումներ կայացնես եւ այլն, ու գնաս ուտեղ են երևի, չէ՞, ընդհանրապես ստատիստիկայում այդտեղ են ամենաշատը մերոնում, պետք է որ այդտեղ լինեն, էլի։ Դες բայց նաև բանը չէ ինքը, դες մի անգամ ենք քննարկում, որոշ ստարտափների դեպքում ակնհայտ է product market fit-ը, ուղղակի այդ խնդիրն է լուծել ահավոր դժվար, ու ինչքան deep tech է այդ ստարտափը, այդքան product market fit-ը ակնհայտ է, ու ինչքան ավելի տենց արդեն կայացած շուկա է, այդտեղ ինովացիայով շուկան էական փոխելը, այդքան ավելի դժվար է։ Ասենք օրինակ եթե քասիղի դերս ուզում սարքես մի հատ տեսակի, դա հենց ստացար, բարձր այդ բոլոր հիվանդները գալու են առան, ամենածայրերը օրինակի է դա, կամ թռնող ավտոմեքենա հարմարավետ էլի։ Կամ այսպես մյուս ծերում, ասենք եթե consumer app ես սարքում նոր տեսակի Uber, պայմանական, որ արդեն շատ կայացած շուկա է, այդտեղ ինովացիաները ահավոր բարձր է տարբեր պատճառներով, ու այդտեղ product market fit-ը գտնելը իրոք շատ դժվար բան է, էլի։ Իսկ ոնց սարքելն է հեշտ, էլի։ Ու տենց ամեն founder իր background-ի, իր ճաշակին համապատասխան է ընտրում, թե scale-ն որտեղ է ուզում լինի, էլի։ Ու օրինակ CRISPR, եթե ասած նայենք, 0-10, եթե ասենք 10-ը ամենաբարդ deep tech-ն է, ասենք 0-ն ամենահեշտն է, բայց product market fit-ը գտնելն է դժվար։ Դու որտեղ գտնել CRISPR-ին, էլի։ Դե CRISPR անգամ բանասարքում նայած ինչն ես էլի հարցնի։ Ասենք դες օրինակ հետաքրքիր է, էլի, դες որ noise cancellation ենք սարքում, տեխնոլոգիա էր, չէ՞։ Ականում ինքը product չէր այդ ժամանակ, ցերտ ակնհայտ էր։ Դե եթե լավ noise cancellation ունենաս, պարզա բոլորին պետք է եւ այլն, բայց ոնց որ դուրս եկա, որ ամենադժվար խնդիրներից է հասկանաս, բայց մի րոպե ումն է պետք հենց վաղը, կամ այդ որ use case-ում է պետք ամենաշատը, չէ՞, ու չենք հասկանում մենք ընդհանրապես դա, որովհետև noise cancellation-ը sense horizontal խնդիր է, բոլորին պետք է վրոձի, բայց ինչ use case-ում ասես պետք է, բայց sense քո խնդիրն է որպես startup հասկանաս որտեղ ամենամեծ այդ ցավը, հա, մարդկանց մոտ հասկանաս իրանք ով են, երբ այդ ցավը առաջանում, քանի անգամ է ցավը առաջանում, ինչքան գումար կտան, ու դա շատ դժվար եղավ մեր համար հասկանալը, հիմա էքսպերտ ենք դրա իհարկե։ Սխալվեցին գլիքը։ Հա, լիքը սխալվեցինք իհարկե։ Այդպես գալիս մեզ ասում են կլինի օրինակ, չգիտեմ, record ֆայլերի noise cancellation անեք, հա։ Ու տենց դա էլ է լավ, ոնց որ մեծ մարքետ է, էլի փոքր չի։ Մենք ասենք չէ ենթադրենք, բայց շատ դժվար է չեն ասել, մենք ասենք մենակ զանգերի մեջ ենք անելու, հա։ Այդ կարող հանգիստ սխալ որոշում լիներ, բայց ուզում ասեմ այդ երկար, նույնիսկ ասենք այն ակնհայտ տեխնոլոգիա ինչպեսին է noise cancellation-ը, մեկը երկար դժվար որոշումների շղթա է, որ բերում է կամ ոնց որ success-ի կամ անհաջողության, հա։ Նույնը ասենք, չգիտեմ, էլեկտրական մեքենա եթե ունենաս, բայց որից է սկսում, ասենք, ով է ասում, որ հենց Roadster-ը է սպորտային էր ճիշտ անելը, չէ, ոնց որ բոլոր այդ հնարավոր կոմբինացիաները դրանք չէին, էլի, ոնց որ եթե մասկը ուրիշ բան, չգիտեմ, որոշեր կարող մոդել 3 լիներ այդ առաջինը, այդ սեդանը, կարող fail լիներ Tesla-ն, էլի, այդ ստարտափը չկարանար աներ։ Այսինքն շատ մեկը նույնիսկ եթե տեխնոլոգիան ակնհայտ է, մեկը այնքան որոշումներ կա այդ ընթացքում product-ի ու customer-ների, որ այդ product market fit-ը վերջնական սահմանում է, չէ՞, այդ ոնց որ առանց դրա կարաս մեկը անհաջողության հասնես։ Ես մի հատ կասեմ ուրիշ տեսանկյունից փորձեմ մեկնաբանել։ Հաճախ ոնց որ դու պետք է որոշումները կայացնես, ելնելով այդ կոնցեպտ քիչ ինֆորմացիայից, չէ՞։ Այսինքն, ասենք պատկերացրու մի հատ ֆաշմերուկում ես ու 5 հատ ուղղություն կա գնալու, ասենք կարաս գնաս
10 ֆայլերի համար բան սարքես, սերվիս սարքես, որ upload են անում, noise cancellation անում, կարաս license անես Zoom-ին ու Teams-ին, կարաս consumer app սարքես, կարաս hearing aid-ների մեջ մտնես ու եւս ուրիշ ուղղություններ։ Հիմա founder-ների դերը այդ փուլում են, որ ամենտեղ մի փոքր խորանալով ու ամենտեղ պետք է հասկանաս պետք է ավելի ֆորմալ թե չէ, որոշում կայացնել այդ ուղղությունը լավն է թե չէ ու այդտեղ ոնց որ founder-ի ինտուիցիան ու leadership-ը շատ կարևոր է ու փորձը, որ քիչ ինֆորմացիա ունենալով կանաս ճիշտ որոշումներ կայացնես, որովհետև հաճախ թվում է շատ գրավիչ հնարավորություն, իսկ ստարտափի սկզբում մի բանի վրա ֆոկուս ունենալը, մի բան անելը ամենակարևոր առաջնահերթություններից է։ Հետո սխալվում ես երկու տեղ ես սկզբում մտնում, ուղղակի delusion-ը հայերենից է ռուսերեն վատնվում են դա երկու ուղղության մեջ ու արդյունքում ոչ ոք հաջողության չի հասնում։ Պետք է ճիշտ բանը ընտրես էլի, բայց նաև կարող է մեծ բանը բաց թողես։ Այդտենց շատ դժվար ոնց որ որոշումներ իրականում էլի։ Իսկ ամենադժվար որոշումն է ընդհանրապես ստարտափ կամ բիզնես սարքելու չէ, որ այսինքն okay, ինչ որ օպշններ ունես, անընդհատ օպշններ ունես, էլի դա միակ չի, էլի, որ տես մի անգամ ինձ որոշեցիր։ Տես չի, էլի, տես անընդհատ համարյա ամեն օր մինի որոշումներ կան, բայց կարելի ասել ամեն ամիս տես մի հատ լուրջ որոշում պետք է ընդունես ու կարաս ոչ օպտիմալ ու կամ շատ օպտիմալ որոշում ընդունես, էլի, այդտեղ ու անընդհատ ոնց որ այդ բանի այդ մենեջմենտի կամ այլ leadership-ի գործերն է, որ օպտիմիզացնի այդ դեպի ճիշտ որոշումներ, չէ, անընդհատ դրանք։ Այդ ամեն ամսվա քո որոշումները ճիշտ գնան։ Հենց այդտեղ է գալիս, էլի, ոչ թե ասենք, չգիտեմ, օդու սարքեցիր այս տեխնոլոգիան, թե չէ։ Ոնց որ ասում եմ, դա է կարևոր, բայց արդյունքում այդ բիզնես որոշումներն են ու եթե սխալ որոշում ընդունեցիր, ոնց գաս revert անես, հետ անես, pivot անես, ասենք ոնց որ կարող ասես ես որոշում կայացրեցի, հետո տենց մի ամիս հետո արդեն ինքան էգո ունես, չգաս թիմիդ մոզ ասես, չէ, ես սխալ որոշում էի կայացրել, հիմա փոխում ենք ու տենց մնաս այդ որոշման հետ ու դուս գա որ այդ վարի տվեց այդ որոշումը։ Իսկ այնտեղ մարդու արդեն էությունն է, ինչքան open minded է ինքը, ինչքան հեշտ է կարողանում աճել, սովորել ուրիշներից, որ այդ որոշումները, ու այդ հենց product market fit-ում շատ կարևոր է այդ period-ում, չէ, որ այսինքն այդ ուրիշ ժամանակ էլ է կարևոր, բայց մանավանդ այդ period-ում, որտեվ փող չունես, ոնց որ մարդ չունես, customer չունես, պետք է համոզես ինվեստորներին, որ ճիշտ մի խոսքով տնտեսական բարդ իրավիճակ է։ Կապված որ ուղղություն ես ընտրում, ինքը նաև տեխնոլոգիան ու պրոդուկտն է սահմանում, չէ։ Եթե գնում ես on device տեխնոլոգիա ես սարքում, թե cloud based, ինչքան փոքր մոդել ես սարքում, որ ասենք hearing device-ի վրա աշխատի, թե ասենք laptop-ի, թե GPU-ի վրա, թե ամեն ինչը ամեն ինչ փոխում է, էլի։ Թե ասենք հնդիկների համար ես սարքում, թե ֆիլիպինցիների համար ես սարքում տեխնոլոգիան, մի մարքետ ես սկսում, թե երկու, քանի լեզու support անում, որ այդ որոշումները շատ ասում product market fit-ի վրա ու հաճախ կարող է հնարավորություն նաև հակառակն կա, էլի, որ երբ որ մի քանի տեղ փորձես մի անել, նաև սկսում ես նոր բաներ բացահայտել, որ առաջ կարելի չմտածեր, էլի։ Ու ուզում եմ այդ օրինակի մասին պատմեմ, այս վերջերս որ քննարկում ենք, մեր portfolio ընկերություններից, ասենք Dogus-ը, իրանք տենց սկզբում իրանք սարքում են AI doctor B2C ու հիմա հասել են ամսական 16000 sign-up-ի մենակ web-ով։ Բայց ու գլոբալ ասենք Ամերիկայից, Հնդկաստանից եւ այլն։ Բայց այդ 16000 sign-up-ից ասենք ամիսը մի քանի 100 հոգի են առնում product-ը, որտեղ հələ տենց այդտեղ չունեն product market fit։ Առաջարկից թվում է okay, լիքը sign-up-ը օրը մեկը, բայց չկա, որտեղ մարդիկ շատ քիչ մարդ է առնում, առողջները քիչ մարդ է մնում։ Այն retention-ը շատ լավ product market fit-ի կարաբան լինի, որպես North Star metric, որ դրանով առաջնորդվես։ Հետո Dogus-ը մի product է սարքել, որ lab tester-ի ինտերպրետացիա, որ lab tester upload-ը սանում, ասում է թե SBO marker-ը ինչ նշանակություն ունի, ոնց կարելի cover ազդի, ինչ պետք է անես եւ այլն։ Ու պարզվեց, որ այդ feature-ը լաբորատորիաների համար շատ մեծ արժեք ունի, որտեղ լաբորատորիաները միանգամից միլիոնավոր consumer-ներ են սպասարկում ու կարող են սերվիսը իրականում լավացնել ու դրանից վաճառքներ ապահովել այդ սերվիսը։ Ու տես մեր founder-ները տես մտածում են փոխեն լրի B2B ուղղությամբ, այսինքն տես 90% թեկնում են ուղղությունը բիզնեսի, B2C-ից B2B,
ու սկսում են լաբորատորիաների համար ինտեգրված լուծում սարքեն ու արդեն երկու լաբորատորիայի հետ այդ գործակները ոնց որ կնքել են արդեն հեսա մի հատին իջես Հայաստանում է լայվ գնալու մեծ PR-ը սպասում այդ ուղղությամբ դա շատ custom լուծում է մտնում ես լաբորատորիա ինֆրաստրուկտուրայի մեջ ու սարքում ես իրենց համար ոնց որ AI լուծում են այսինքն պետք է open minded լինես էլի որ նույնիսկ եթե 16000 sign up ունես ամիսը բայց հասկանաս որ այդ ուղղություն կա որ կարող ավելի լավ ուղղություն է Չէ, բայց ոնց որ դոկուսի օրինակը շատ հետաքրքիր է, որտեվ երբ որ նորեն սկսել լրիվ ուրիշ բան են, էլի անում, ասենք, չէ, ասենք AI հələ LLM-ները հələ չկային այդքան, Հնդկաստանում ինչ որ հարուստ հնդիկներին, հա, ավելի հարուստ հնդիկներին, ավելի տենց Եվրոպ արևմտյան բժիշկների access էին տալիս, ոնց որ լրիվ ուրիշ բան է, այսինքն քանի անգամ են այս կարճ պատմության մեջ արդեն pivot արել ու տենց հենց այդպիսի պատմություններն են, որ հետո գնում բանում համասաներում case study են դառնում, որ եթե հաջողության է հասնում, եթե չէ, տենց ոչ մի վատ case study են դառնում։ Դե չեն դառնում Չեն դառնում։ Բայց հա, տենց ոնց որ հիմա խելոք խոսում ենք, բայց իրականում մենք էլ ենք շատ տենց սխալ որոշումներ արել CRISPR-ում, ահռելի բարդ էր իրականում հիմա էլա բարդ համ noise cancellation, բայց այս accent-ի տեխնոլոգիայի դեպքում մի քիչ ավելի խելացի գտնվեցինք, չէ, որովհետև արդեն call center-ներից հասկանում էինք ու գիտենք, որ այդտեղ է այդ ցավը, ամենամեծ ցավը accent-ի տեսանկյունից ու տենց լավ focus տենց այդ բանի վրա ենք աշխատում, այդ մարքետի վրա ենք աշխատում։ Իրականում մի հատ մրցակից ունենք, որը կարելի ասել այդ ճամփան ագին հարթեց, այսինքն իրանք ոնց որ մենք էլ էինք միշտ ուզում էինք այսպես տեխնոլոգիա սարքենք, բայց իրանք մի քիչ ավելի շուտ սկսեցին սարքել ու հետևելով իրանք, դա էլ է լավ իրականում խորհուրդ էլի, որ ոնց որ պետք չէ ամեն ինչ դու հնարես, որտեղ այս որոշումները բարդ են էլի, որ եթե դու կարաս ինչ որ մեկը քեզից մի քայլ առաջ է, ընդհանրենք ու իր հետևից ես գնում, իրան ես նայում ինքը ինչ սխալներ է անում, ընդհանրենք ու սովորում ես իր հետևից, արագանում է, հա, այդ ոնց որ shortcut է ճիշտ որոշումները։ Հիմա մենք եկել անցել ենք իրանց մեր տեխնոլոգիայով ու ոնց որ գիտենք, որ call center-ների վրա ենք կենտրոնացած, այդտեղ ամենամեծ փողը, այդտեղ ամենամեծ թեյնը ու հիմա տենց ոնց որ կարողանում ենք ծախել։ Երևի ավելի քիչ ճիշտ է, ինքը տենց ագին ռիսկային էր, որտեղ տեխնոլոգիական խնդիր էր ու դեռ ոնց որ բարդ է իրան լուծելը, բայց միևնույն ժամանակ ոնց որ ինձ թվում է ագին լավն էին այդտեղ որոշումները։ Այսինքն noise cancellation դեպքում բավականին բարդ էր, տարիներ տևեց, մինչև ասեմ հասկանանք ում է պետք է այդ տեխնոլոգիան ամենաշատը, ում համար է մեծ pain, ում համար է փոքր pain, ստեղ ոնց որ թե այդ խնդրի չունեցանք։ բայց օրինակ իրանք ինչ էին ավելի լավ արել այդ մեր մրցակիցները քան թե մենք հենց սկզբում call center industry-ից co-founder են բերել շատ high level ու դիքը խոսակ երբ որ այդ co-founder-ն ես որ industry specific knowledge ունի այդտեղ շատ ավելի հեշտ ես հասկանում թե ոնց գնաս ու ինչ անես էլի եւ կապերի առումով եւ գիտելիքի առումով եւ արագ feedback loop-ի առումով այդ ախոր բան որ ասես ես մեջ չեն գետ այս ինդուստրիան բես չի ասում մոռացած պետք է մտածես դա շատ մեծ արժեք ունի որովհետեւ որոշումները միշտ ծառ են չէ եթե մի ախմախ որոշում ես կայացնում ինքը բացմատ ասած ուրիշ ախմախ որոշում ու այդ ախմախ ճյուղով կարող ես կորոնես բայց դեմի որոշումներ կարող ես ստալ էլի այդպես թվում է Իմ դարավ Սիոն գիտես Չէ չգիտեմ վերցրեց հիմա Սիոնը բայց ամեն դեպքում հա ճիշտ ես ասում մատ ծիծաղալու բան ասեմ տենց որ նոր էին իրանք միշտ վախեցած էին CRISPR-ից որովհետև տենց մտածում էին մենք ենք էլի այդ տեխնոլոգիան ունենալու ինչը որ երևի ճիշտ է ճիշտ է վախեցած բայց առաջին անգամ որ launch էին արել իրանց pricing edge-ը pricing edge-ը noise cancellation-ի edge-ը ոնց որ տեղել ենք մրցակցում տենց ոնց որ նայում ենք համատությունը տենց գրած էր competitor 1 այդ մենք ենք էլի ու հետո տակը գրած էր call center experience իրանց մոտ գրած էր yes մեր մոտ գրած էր no Առաջի անգամ տեսանք ծիծաղում ինչ կապ ունի call center experience-ը ոնց որ product-ի հետ բայց ճիշտ էին ասում էլի փաստեր ոնց որ կասած ոնց էր հա բայց pricing edge-ում գրելու բան չի իհարկե բայց այո ու դա իրական շատ էական է
բանը, ոնց որ փորձը էականա channel market fit-ին չէ, որը նույնպես այսօր կխոսենք։ Իրանք ոնց որ մենք կանանք գրենք marketing experience, no it does No. not. Ակնհայտորեն sales-ից շատ ուժեղ են իրանք, No բայց digital marketing. digital Digital marketing, որտեղ ոնց որ ուրիշ marketing-ից, ոնց BPO-ների marketing-ից այդքան վատ չեն, էլի։ Hence digital marketing-ից 0 են լրի։ Հա, այդ իրական բանը լա, չէ՞, Tenweb-ում լավ ոնց որ հիմա հետաքրքիր նոր insight եկել, նոր ուղղություն առաջացել, դա լա էլի, տենց շատ տարօրինակ, չէ՞, ասենք ոնց որ միշտ ճինեմ վերջի տարիները հենց consumer website builder էր սարքում Tenweb-ը ու անընդհատ կամ website builder կամ e-commerce site builder չէ ու տենց ոնց որ ահավոր մրցակցային ոնց որ դաշտ ահավոր երևի ամենամրցակցային ոլորտն է ու այդտեղ ոնց որ փորձում եք հասկանալ ոնց ինչ մարքեթինգ անեք, ինչ distribution ունենաք, բանման, հետո ինչ եղավ, դու ասա։ Այս նոր էլ ինչ է։ Վերջին է, մի քանի բան figure out են կարել, լավ աճել է revenue-ն, ոնց որ agenda business-ը դառը, բայց մեկը դժվար էր աճացնել է։ Դες մի երկու ամիս առաջ CTO-ն CEO-ն եկան ասին, արի փոխենք ուղղությունը դեպի B2B, այսինքն սարքենք API, լրիվ ուրիշ բան է, ոնց որ սարքենք API white label, այսինքն թույլ տանք, որ ուրիշ կամպանիաները մեր ամբողջ ինֆրաստրուկտուրան, builder-ը, hosting-ը, ամեն ինչը ինտեգրեն իրենց պլատֆորմայի մեջ։ Այսինքն օրինակ չէ design tool պլատֆորմը է, ինտեգրում է Tenweb-ի մեջը, սկսում է ասարկել website builder, կամ ասենք e-commerce պլատֆորմը է, ինտեգրում է իր մեջ website builder, ասում է չէ, էլի ոնց որ ախլավ միտքա, ոնց որ 7 տարի են կանում, հիմա պետք է փոխենք։ Այդ մեր CEO-ն արեք ասում բա եթե երկու հատ deal փագեմ մի շաբաթում առավ սարքելու։ Համաձայնքլուս մեր landing page սարքենք հետո համաձայնվեցի ու տենց ծախեց երկու հատ ինչքան էր մեր 2000-նոց թե մի 10000-նոց deal փագեց։ Տենց ոգևորվեցի, ասի օքեյ, եկեք landing page սարքենք։ Հիմա landing page-ը սարքեցինք, այդ product-ը չկա ժողովրդոց, պրոստը խոսակցություններ։ Landing page-ը սարքեցին, ու տես սկսեց օրական մի 5-7 deal գալ, այսինքն submit էին անում մարդիկ, ու տես տարբեր չափի կամպանիաներ, ասենք վերջին ամենամեծը օրինակ Իսպանիայի ոնց որ Team Telecom-ն էր եկել, կոչված Telefonica, ու իրենք մեծ hosting division ունեն, ուզում են ինտեգրացիա անեն, էլի։ Ու նաև դիքը e-commerce պլատֆորմաներ, SaaS պլատֆորմաներ եւ այլն, ու հələ չեն կարել գովալ, ու product-ը չկա, էլի։ Հիմա իստումա տես տեսնում ենք, որ ու դիքը ծախել ենք արդեն էս առանց launch անելու, հիմա որ այդ product market fit-ի definition-ը մի քիչ բավարարում է, այսինքն դեռ չսկսած արդեն ոնց որ customer-ները հերթ են կանում, պատրաստ են վճարել, էլի։ Հիմա ուզում ենք տնանք եթե launch անենք, մի քիչ marketing անենք, կարա տենց արագ աճի, եթե դες արագ աճել, հիմնական ֆոկուսը կդառնա B2B-ն, էլի։ 7 տարի անց։ Հա, ու ասենք կարող արագ աճի, կարող ամբողջ բիզնեսը վրա դրա վրա, չէ, եթե ոնց որ մեծ շուկա եղա, թե չէ։ Չէ, consumer-ը շատ ուժեղ է, որովհետև երբ որ դու consumer-ը ունես, կարաս անընդհատ լավացնես product-ը, բայց բիզնեսը հա։ Այսինքն կարող է marketing չանենք B2C-ում, ինչ ունենք SEO ու brand-ով ինչ գալիս է դա թողենք, այսինքն չաճի դա revenue չաճի, բայց մեկը որ cost user ունես այդտեղ, կարող ես անընդհատ լավացնես այդ product-ը, դա մեծ value է, էլի։ Այդ ամենը իմա տես եմ մտածում, մի տարի հետո կարող եմ ասեմ, չէ, դա B2C չունենք ոնց է, մենակ B2B ենք։ Դե ոնց որ անհնար է էլի կանխատեսել թե բիզնեսը ինչ ուղղությամբ է գնալու, այսինքն դրա համար էլ հենց ամենասկզբից, երբ որ թիմերի մեջ investment-ներ են անում VC-ները, այն ամենասկզբից նամանավանդ հենց թիմի մեջ են անում, այսինքն ոչ թե այդքան իդեայի մեջ, որտեղ գիտեն, որ անընդհատ փոփոխվելու է իդեան, այսինքն թիմը կարող է ոնց որ այնքան open-minded է, հա, այնքան կարողանում է արագ կողմնորոշվել, փոփոխություններ անել, արագություն ցույց տալ, ոնց որ տես բաներ են ավելի կարևոր դառնում, որովհետև ոնց որ հաստատ այն չի լինելու, ինչ որ նախորդ մտածել եք, էլի, ոնց որ այդ չի լինելու բիզնեսը։ Բայց գիտես ինչ եմ մտածում, ասենք նույն Tenweb-ը որ տենց ուղղությամբ B2C է, թիմից ոչ մեկ ամերիկյան կամպանիաներում չի աշխատել, տենց business culture-ը շատ լավ չգիտի, ու հիմա B2B product են launch անում, բայց տիֆած պետք է գնան նոր թիմ ստեղծվի, ու այս թիմը պետք է փոխակերպվի, էլի։
մետս մեծ բանա փոփոխություն է էլի այդ կամպանիայում այս stage-ում շատ դժվար է ապրելու էսի անել էլի օբյեկտիվ ուրիշ DNA ունի թիմը էլի ամբողջ կյանքը B2C է արել ու տենց մտածում է էլի transactional B2C optimization-ների շուրջ եւ այլն growth-ի շուրջ հիմա պետք է sales մտածի հարաբերություններ մտածի ոնց որ customer-ի դիդերը հասկանալ մտածի տենց ագի փոխվելու է ու չգիտեմ կարանք թե չէ էլի ու նաև այդ պատճառով է տենես Հայաստանից B2B կամփանիներ մի քանիսն էլի որ հաջողվել են տենց ու հələ տենց մեծ չկա Քրիստից բացի Easy Market-ն է գալի մտքիս ուրիշ Որը չգիտեմ կարծես Easy Market էլի դե բայց Superannuate լալորիվ B2B exactly Pixar-ն էլ է փորձում, չէ՞ B2B, չգիտեմ ինչքան են SMB-ն SMB, հա։ Հա, SMB-ներ կան, principi, բայց ավելի տենց enterprise, ավելի մեծ ոնց որ բաներ, ու ստարտափների աշխարհում ամեն դեպքում քիչ են, որովհետև փորձն էլ չկա, էլի, ոնց որ հետո ասենք B2B-ում թե կապ չունի որտեղ, պետքա այդ channel market fit-ը էլի ունենաս, չէ՞։ Այդ քիչ դրա մասին խոսանք, ինչա։ Ալչից միջով դրան հասնել ես, ուզում ես акցենտի վրա բերեմ էլի այստեղ բանը, product market fit-ի ոնց որ բան։ Մենք գիտենք, որ երբ որ акցենտը լինի, այդ շուկան կա, նու զգում ենք, որտեվ նաթել մրցակից ունենք, որը ոնց որ այդ ճամփան հարթում էր, այսպես ասած, տեսնում ենք իրանցից, բայց միջով այս վերջերս դեռ տեխնոլոգիան լավը չէր, ու չենք կարող ծախենք։ Շատ քիչ ենք ծախում, տանջվում ենք ուղղակի, էլի։ չենք ծախում Հա, տենց ստում ես ուղղակի սիրում էին դրա համար էին առնում։ Հետո այս փետրվարին մի հատ ռիլիզ տվեցինք, ոնց որ կոչվում ենք դա version 3, երրորդ վերսիան, accent conversion-ի, ու դրանից հետո ոնց որ հիմա ոնց կոնկրետ product market fit-ի բանա ժամանակահատվածա եկել, որտեվ անընդհատ գալիս են մեր, այսինքն այդ փուլն է, այսինքն ոչ թե դու ես push-անում որ ծախես, դու ես push-անում շուկային որ ծախես, այլ շուկան սկսի գալի քաշում է, քեզնից տանում է, ու այդ է առաջացել, ու այդ էլ է իրականում, հիմա ենք product market fit-ի, չէ՞, դիրոդ ենք, այսինքն քո տեխնոլոգիան պետքա լավը լինի, հերիք, չէ՞ մի հատ տեղ կետ կա, այդ կետից պետքա անցնի, որ ոնց որ իրան ընդունեն, հա, մարքեթում, ու այնքան մեծ է pain-ը, որ okay, մի քիչ էլ թերություններ ունի, բայց okay է, էլի դա, ոնց որ նա առնում է։ Ու դա ոնց որ մի խոսքով product market fit-ը շատ հետաքրքիր, բարդ բան է, ու ամենակարևոր բանն է հայկական ստարտափների համար, որոնք նոր են սկսում հասկանալ, նես շատ պետք է դրա վրա կենտրոնանալ, բայց ուղղակի պետք է հասկանալ, որ ինքը ոնց որ ճիշտ որոշումների արդյունքում է, էլի գալիս ու ոնց որ ամենաբարդ պիրուդն է։ Այդ հավես բան որ ասես մենք չգիտեմ պատահականություն թե ինչ է երբ որ կարևոր մեկ հայտնելիքում ենք հասնում Քրիստում ասենք օրինակ պետք է գնանք investment ստանանք կամ public launch ենք ուզում անենք մեծ դրանից ու ասենք 2 օր առաջ մի հատ մոդել է ստանում թիմը մեծ լուծում է ստանում թիմը որը ոնց որ արդեն որակը ոնց որ բավարար է ու այս անգամ էլ թերավ Մարտի 27-ին տես public launch արեցինք մեծ, դրանից երևի մի շաբաթ առաջ վերսիա 3-ն էին հանել, որը արդեն բավական լավն էր ու հիմա ոնց որ public launch-ի արդյունքում դիքը ոնց որ բազա ձևավորվում, PR-ի արդյունքում, մեր կապերի արդյունքում այդ ոլորտում ու դիք ուրիշ բաների, որ սկսում են արդեն ոնց որ customer-ները գան սրա հետ ու արդեն մենք ունենք տեխնոլոգիա, որ ծախենք էլ Որտե մի շաբաթ ուշանալ վատ կլներ էլի, բայց ոնց որ Էսի ամեն այդ PMF ունենք, ավելի շատ երևի բան ունենք, ոնց որ նշաններ ունենք, աչքով է տալի մեզ PMF։ նշաններ ունենք։ Մոտենում ենք, տենց դժվար է ասել։ Հա, իսկ channel market fit-ը ոնց կսահմանես։ Դե դիստրիբյուցիայի տարբեր channel-ներ կան, ասեմ խոսենք շատերի մասին, պետք է գտնես քո target market-ը, քո նպատակային հաճախորդային հասնելու համար ամենաէֆեկտիվ ու ամենահեզ ձևը։ Effective նկատի ունեմ return on investment-ի տեսանկյունից, էլի, ամենաարագ ու ամենաէֆեկտիվ ձևով հասնելու ձևը։
ասենք channel-ների մասին մատ խոսենք, ինչքան channel կա։ Ասենք թվային մարքեթինգը առաջի channel-ն է, որի մեջ կա ասենք SEO-ն, ads-երը ասացակները ունեն Google Search-ը, Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը, ուտեն շարունակ։ Այդ բոլորը ենթաչannel-ներ են թվային մարքեթինգի։ Channel-ը օրինակ կարող լինի PR-ը, եթե օրինակ անես բան ես անում, որ լրիվ ինովատիվ է, օրինակ OpenAI-ի համար մեկ channel-ը, դա PR-ն է։ Դեռ անընդհատ OpenAI-ի մասին, ChatGPT-ի մասին ամբողջ աշխարհը խոսում է, մարդիկ գալիս են sign up են անում, ու աճում է։ Կարող լինի word of mouth-ը ուժեղ channel, երբ որ մարդուն refer է անում։ Կարող լինի referral channel-ները, օրինակ PayPal-ը տենց էր աճի ժամանակին, sign up-ը փող են տալի, եթե կանչվել են գերեչը, ինքները փող ստանում, կամ Uber-ները տենց աճել։ Կարող լինի cross-sales-ը, կարաս outreach անես կամպանիաներին, B2B-ում ծախես։ Կարող լինի partner marketing-ը, այսինքն օրինակ influencer-ները, affiliate-ները, reseller-ները, distributor-ները, կարող լինի շատ channel-ները, կարող լինեն պլատֆորմաները, ասենք օրինակ կարող է App-Store-երը լինեն, որ այնտեղ հայտնվես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ keyword-ներով ու գնացնես։ Կարող լինի partnership-երը, նկարա Zoom-ի հետ partnership անես, մեր մրցակիցներից մեկը արել է, Zoom-ը ձրի մի տարի տալիս է իրանց, brainstalk, արդյունքում մի տարվա մեջ ունեցել են ասենք 100,000-ավոր sign-up-ներ անվճար։ Դա շատ channel-ները, կամ օրինակ Discord-ի հետ մեր partnership-ը, որ մեր brand-ը դրել ենք մեջը, channel-ները շատ են, ու հասկանաս քո թիրախային հաճախորդը ով է, որտեղ է, որ պլատֆորմայում է, ոնց իրանց հասնես, որն է ամենաէժան ձևը, դա channel market fit-ն է, դա սուպեր դժվար բան է, որ էլի founder-ների վրա է սկզբում։ Ու դա ճիշտ լինի, չէ՞, այդ որոշումը, այսինքն տենց դու կարող մտածես, որ դա քեզ կարա լավ ոնց որ բան բերի, բայց կարա չբերի էլի, կարա քիչ բերի, ու տենց էլ է էլի, եղել լիքը տենց ինչ-որ բաներ ենք փորձել, հետո ոնց որ հիասթափվել ենք, որովհետև չի ոնց որ տարբեր պատճառներ կարող լինեն, ասենք ինչու է այդպես եղել էլի։ Այսինքն fit-ը կայանում է նրանում, որ լավն էր որոշումը, էլի, այսինքն դու ոնց որ գտար այդ channel-ը, դու ոնց որ իրան execute արեցիր ոնց որ, բայց ու նաև սկսեցին վաճառքները ավելանալ այդտեղից։ Այսինքն հենց fit-ը այդտեղ է, channel market fit-ի, ու դա ոնց որ երկրորդ ամենաբարդ խնդիրն է, ու երևի ոնց որ sense է, եթե product market fit-ը ավելի շատ դու կարաս ունենաս, չգիտեմ, ծանոթների միջոցով, հա, այն որովհետև եթե ինչ-որ բան է սարքում, որը չգիտեմ, այն որ ասում է առաջի 100 հոգուն փորձի ծախել, հələ շատ մի մտածի, այդտեղից դու կարաս երևի զգաս, որ դու ունես product market fit, նայած ինչ ես սարքում իհարկե, բայց channel market fit-ը այնա, որ դու պետքա գտնես այդ channel-ը կամ ստեղծես այդ channel-ը ու իրան աշխատացնես, հա, այսինքն ինքը անընդհատ խնդրեմ է, ինքը հիմա տես ասենք TMWeb-ը սարքել էր աշխարհի երևի ամենալավ website builder-ը AI-ով, բայց դժվար է դա մեծ distribution ունենալը դրանով, որովհետև ահավոր մրցակցային է ու տենց ահռելի, տենց հարուստ ընկերություններ են մրցակիցները, որոնք արդեն իրենց channel-ները ունեն։ Դու ոնց քոնը ստեղծես, հա։ Իսկ դու կարաս ամենալավ product-ը ունենաս, բայց ինքը դանդաղ աճի, որովհետև դու չունես այդ channel market fit-ը։ Ու այդ ահռելի դժվար խնդիր է, ու ասենք հետո կարողա դու գտնես մի հատ channel feed, աճես, հետո բրծնի այդ channel-ը, saturate լինի, հա, ոնց որ հիմա պետքա հաջորդ քո channel-ը գտնես, ու դու զգա որ դա էլ է աննորմալ բարդ խնդիր։ Բայց օրինակ կբերես այդպեսի, որ մեր channel ոնց որ արել ենք ու հագեցել է։ Դե օրինակ noise cancellation-ում, օրինակ word of mouth-ը, տենց մի հատ հիմնական channel-ներ մեր կամ SEO-ն հիմնական այդ երկուսը հիմնական channel-ներն էին, ու հիմա SEO-ն կար ինչ որ քանակի search աշխարհում, որը տենց ոնց որ կոնստանտ մնում է, լավ որ կոնստանտ մնում է, հիմա էլ է լիքը օգնում մեզ, բայց ինքը չի աճում։ Ինքը տենց չի աճում, ու եթե չի աճում, ոնց որ դու ունենալու ես այդ channel-ից այնքան ես կարողանալու sign up-ներ ստանաս, ինչքան որ ոնց որ հիմա մենք ստանում ենք։ Դա հենց ավել հնարավոր չի, որովհետև մի ամենտեղ մենք ենք համար մեկը։ Կամ word of mouth-ը, ասենք COVID-ի ժամանակ բոլորը իրար պատմում էին,
noise cancellation-ի մասին, հետո COVID-ը սկսեց գնալ ու սկսեցին չպատմել, ոնց որ այդ channel-ը սկսեց իջնել։ Այդ երկուսը լավ բաներ են, օրինակներ են, բայց միգուցե ավելի լավերը կան։ Օրինակ նույն album-ը լա չէ, տենց ասենք կարա տենց search ads-ը ինքն էլ է էլի, նայած ինչքան է volume-ը search-ի, այնտեղ ոնց որ ինքը բավականին limited է։ Ու նաև բանը search ads-ում օրինակ երբ որ սկզբում ես սկսում, ամենահայ intent user-ներին էջան ձևով կարող ես վերցնես, հետո ուզում ես scale անես, գինը թանկանում է, effectivity-ն ընկնում է ու դառնում է ոչ effective distribution, էլի։ Ոնց որ շատ լավ channel կարող լինի հենց քո product-ի մեջի բանը, feature-ները, որոնք network effect-ները էլի կամ virality-ն product-իդ, որտեղ ինչ-որ բան անելու համար դու ինչ-որ մարդ ես հրավիրում քո product, հա, այսինքն network-ը product-դ, դրանով են շատ ոնց որ viral product-ները, ոնց որ ամենը լավը դա է, եթե լավ աշխատես։ Օրինակ WhatsApp-ը։ Օրինակ WhatsApp-ը կամ Zoom-ը, չէ, ոնց որ չես կարող մենակ Zoom օգտագործես կամ Telegram-ը, պետք է ինքս social է, էլի, network-ը։ Այդ տենց product-ների համար ոնց որ հենց ոնց որ քո product-ն է հենց channel-ը, ինքը եթե լավ service-ը տալիս, մարդիկ ոնց որ արդեն գալիս են ինքնուրույն, ու դրա համար այդ B2C-ում շատ կարևոր է, որ այդպիսի բաներ ունենա քո product-ը, որտեղ հակառակ դեպքում շատ թանկ է լինելու այդ մեծ քանակի մարդիկ բերել, չնայած դա հնարավոր, բայց թանկ է լինելու։ Դա մեծ comment անեմ, էլի, որ հաճախ տեսել եմ մարդիկ սխալվում են, ես եմ սխալվում մի 10 անգամ։ Երբ որ product-ը ունի բնականon virality, օրինակ Zoom-ի դեպքում կա այդ link-ը, չէ, որ ուղարկում ես որ ուրիշը կպնի, WhatsApp-ում կա այդ link-ը, որ ուղարկում ես կպնի, ու network effect-ն ունի դրանք բնական, դա չկա, ու դու փորձում ես դա արհեստական ստեղծել, օրինակ Crisp-ում սարքել ենք referral program, որ մարդուն կանչում էր, ավելի րոպե էր ստանում, նույնիսկ թայլում են փորձը, էքսմը fail ա եղել, որովհետև չունե Crisp-ն ժամանակ անհատական app էր, չկար իր մեջ ոնց որ ոչ network effects, ոչ կար virality, կարող դրանք սահմանենք ինքներս, կարևոր գաղափարներ են, ու մարդիկ հաճախ խառնում են։ Virality-ն այն է, երբ որ ինչ-որ սկզբունքով մի մարդը բերում է այլ մարդկանց, այսինքն ես կարամ link ուղարկեմ Դավիթին, որ իր հետ խոսանք, ինքը չգիտեր այդ app-ի մասին, բայց կամ ես եմ ուղարկել, link-ով գալիս է, ավտոմատ դառնում է user, օրինակ WhatsApp-ը viral product է դառնում կամ Zoom-ը։ Network effects-ը այն սկզբունքը դա, երբ որ մատ համակարգ է, ու ինչքան նոր user է միանում այդ համակարգին, այդքան այդ համակարգի արժեքը եղած user-ների համար մեծանում է։ Դրա օրինակը այլ WhatsApp-ն է, ինչքան կոստա բարեկամներ ընկերները մեջ չլինեն։ Նու Zoom-ը չի ինչ որ մարդիկ փորձում են ասել, որ Zoom-ը բայց դուք չի էլի, որտեվ այսքան եթե դու user չի, կարող user չլինեն, այս չի որ ասում մեկը կամ ինգերս գիտի Zoom օգտագործել շատ բան է դրանից, բայց WhatsApp-ը, հա, որտեվ ինքը մեջն է, իրեն կարող միանգամից message անեմ, value-ն WhatsApp-ի ավելի մեծ է իմ համար։ Կամ Uber-ը ոչ մի բան չուներ դրանից առաջ, այսինքն մոտ 2-3 տարի փորձում ենք network effect կամ virality engineer-ային ենք Crisp-ի մեջ ու ամեն ինչ ձախողվում էր, տենց բացարձակ, միջև որ չհասկացանք, որ չգիտեմ, պետքա մենակ noise cancellation չանենք, այլ մեծացնենք այս meeting assistant սարքենք, մեջը content լինի, meeting-ների մեջ կմտնենք, կալենդարին կպնենք, հա, ու որ ավելի թեման մի քիչ մեծանա, որ կարողանա ինչ-որ network effect առաջանա մեջը։ Շատ հետաքրքիր փորձեր։ Բայց հիմա էլ, օրինակ, մենք որ meeting assistant-ը սկսում ենք, մտածում եի դու որ ոնց որ virality կա իր մեջ, այսինքն մարդիկ օրինակ note-ը որ գեներացնեն ուրիշին կանչեն, որտեղ note-ը շերեն անել, բայց շատ փոքր է այդ virality-ն էլի, որովհետև ասենք եթե ոչ մի չի աճել virality-ով հələ որ այս ինդուստրիայում։ Օթերը ասում են, օթերը մի քիչ աճել է ասում են դրանով, ուղղակի խնդրեմն է անում, որ եթե դու ոնց որ դիմացինը չգիտի որ assistant ունես ու ոնց որ հետո իրան link ես ուղարկում, ինքը վատ էֆեկտ է բերում, որտեվ ասում ես ինչա, ձայնագրում էր կամ transcribe-էր անում meeting-ս ու օթերը ասում են դրանով աճել է, բայց նաև շատ վատ PR է էլի ստացել դրանից, այսինքն պետք է լավ բան լինի ինքը էլի, եւ որ մաքսիմում իրան ոնց որ աշխատացնես այդ channel-ը, որպես virality պետք է ինքը դրական բան լինի, որ լավ աշխատի էլի քո համար, ագին բնական է, տրամաբանական է էլի, էսի որ տենց է, որպես founder չես ուզում հավատաս դրան, ուզում ես տենց ասես, չէ, բայց կյանքը ցույց է տալի, որ Գիտես ինչ եմ շատ տեսել, որ early founder-ները
այդ ունայում ենք այդ ոնց որ product person-ն են ասում, թողնում ինչ-որ բան սարքեն, ու այս channel market fit-ի հարցը թողում են ուրիշների վրա, ասենք ինչ-որ agency են վարձում, ինչ-որ CMO են բերում, ու կարող են ինչ-որ կեսերում մաքսիմում մարդկանց մոտ աշխատել է, բայց իմ ծանոթ ոնց որ հաջող ստարտափների մեջ սովորաբար այդ founder-ի գործն է channel market fit-ը գտնելը։ Հենց գտար, էլի դու կարաս բերես այդ աշխարհի լավագույն specialist-ներին այդ ոլորտում, բայց եթե չես գտել, այդ ուրիշներին տալը շատ վտանգավոր է, որովհետև շատ նման է product market fit-ին։ Ինքը տես միկրոորոշումների հերթականությունն է, որ գնաս գտնես այդ 100 channel-ի մեջ, որն ամենալավ աշխատում քո համար էլի։ Ու մենք այդ սկալը մի քանի անգամ արել ենք էլի։ Ու այդ իրականում եթե ոնց որ շուկա, եթե channel չես հասկանում, շնորհակալ շուկան չես հասկանում, չէ՞։ Ու դժվար թե կարողանաս այդ շուկան ոնց որ շուկայում լավ բան սարքես, վաճառքներ ունենաս, եթե շուկան չես հասկանում։ Օրինակ էս մեր մի հատ մեծ շուկա ունենք, դա call center-ներն են, ու իրոք մենք երկար ժամանակ չենք հասկանում, հիմա ենք հազիվ սկսել հասկանալ, բայց իրական շատ նոր է էլի այդ հաս։ Ու հիմա մի հատ բան ենք հասկացել, որ ահա որ ֆրագմենտացիա կա այս շուկայում, չէ՞։ Ոչ թե այտենց անհավատալի է, թե ինչքան ֆրագմենտացիա կա, թե ինչքան խաղացողներ կան, միջանկյալ խաղացողներ կան, ովքեր վերավաճառում են կամ ռեկոմենդացիա են անում պրոդուկտներ այդ call center ղեկավարներին, ու տենց մի 4 հատ layer է իրար հետևից, կամ տարբեր բաներ են, տենց ու անընդհատ նոր մոդելներ են այդտեղ ստեղծվում, որ կարաս նայես, ասես, չգիտեմ, ինչ որ ահա որ լիքը բան է, անիմաստ, ոնց որ value creation տեղի չի ունենում այդտեղ, հա, տենց փուչի կա, որը լիքը փող է աշխատում այդտեղ, բայց դու այդ է կանոնները, դու պետքա գնաս, սովորես այդ ամեն ինչը, կամ մարդ բերես, ով որ հասկանում է, հիմա մի հատ մարդ բերել ենք, որը 20 տարի այդտեղ ա եղել, ինչ որ ինքն է սկսում մեզ բացատրել, ճիշտ տեղերն ա գնում, լրիվ ուրիշ բան է, աշխարհ է, մի հատ, որը մասին գաղափար ուղղակի չունեինք, ինչ որ սա օրը իրանք հավաքվում են, կոնֆերանսներ են անում, դեմոներ են անում, այնտեղ ինչ որ պոլիտիկա կա, պետք է ճիշտ մարդկանց հետ ընկերություն անես եւ այլն։ Ու հետո ասենք էդի տենց մի ուղղություն է call center-ը, հետո մի հատ ուրիշ ուղղություն կա, որը կոչվում է BPO։ Այդ BPO-ն ամեն 3 ամիսը մեկ Արտոյին գալիս եմ ասում ես հասկացա BPO-ները վերջապես։ Ու լրիվ մի հատ ուրիշ բան եմ ասում, թե այդ ինչ է։ Այսինքն այս շուկայի հասկանալը, որը երկար ժամանակ է տևում, այս channel market fit-ը հասկանալու մեծ կարևոր ոնց որ բաներից է, նախապայմաններից է, ու այդտեղ ոնց որ անհնար է երևի այտենց լիքը սխալներ չանես, մինչև որ հասկանաս, էլի շատ սպეციფიկ տենց շուկաներ կան։ Ագի պարզ է թվում էլի աշխարհը, երբ որ B2C ինչ որ բան է սարքում, չէ՞։ Չէ, այտենց առաջի IS-կից ոնց որ ասում ես դե SEO, այտենց ads, բայց երբ որ B2B ինչ որ շուկաներ են, որոնք տրադիցիոն երկար եղել են, ինչ որ այնտեղ հարաբերություններ, ինչ որ բաներ, հիերարխիաներ առաջացել, vertical-ներ են, դրանք հասկանալը երկար ժամանակ է տևում։ Չեմ ասում որն է հեշտ, որը բարդության մասին չեմ ասում։ Անդե ակն է, չէ, ասենք B2C-ում էլ ասենք պատկերացրու, եթե սարքում ես website builder, այդ keyword-ով click-ի գինը $20 է Ամերիկայում, click-ի գինը։ Ու այդտեղ ոնց որ figure out անելը ads-ով ստրատեգիա, ոնց որ 0 շանս կա։ Մենք որ սարքել ենք թերևս սկզբում, ինքը hosting company էր, ու չենք կարող մրցակցենք, որտեղ ads-ով ու SEO անհնար էր մրցակցել, ասենք GoDaddy-ի հետ էլի։ Այսինքն իրականում product market fit ու channel market fit-ը երետ են գալի։ Երբ որ դու բավարար չափով չունես նոր մոտեցում, նոր լուծում, եղած pain-ին կամ ուրիշ pain-ի, դու չես կարող նաև channel market fit գտնես, որովհետև եղած product-ները ավելի է product market fit ունեն, քան թե դու։ Եթե novelty չի, չէ՞, նկատի ունես, եթե ասենք ոնց որ գոյություն ունեցող շուկա է արդեն, եթե ուզում ես գաս դրա մասին է խոսքը, պետք է ոնց որ գոնե feature parity ունենաս, չէ՞, այդ customer-ի համար, իսկ այնքան բան ունենաս, որ ուրիշները ունեն, ու նոր process-ը դեմ մրցակցել, ու նաև այդ ժամանակ ասենք կայացած մարքեթներում որ դա անդեղ են աճում, շատ կարևոր է բանը, ոնց որ մարքեթինգային ինովացիան կարող լինի, հա, ֆիշկան։ Ասենք կարաս մտնես Հայաստանի real estate-ի, ասեցի լավ բան եղավ, real estate-ի մարքեթ ու այդ մարքեթինգային այնց ակցիա անես, որ լիքը customer ձեռք բերես, բայց դի կանես շատ որակով անես էլի։
Իսկ մարքեթինգային ինովացիան է կարող օգնի, դա էլ է հետաքրքիր բան, ոնց որ եղած մարքեթներում։ Մատ վերջին ինսայթն էլ ասեմ ու կոմենտ անեմ, կես շատ եմ խոսում ես։ Մարքեթինգային, չէ, ինսայթի տեսանկյունից մարքեթները նոր ձևավորվող, որոնք մեծ պոտենցիալ ունեն, ամենահետաքրքիրն են, որտեղ ասենք եթե մտ մարքեթը, որ տարեկան 3% է աճում, արդեն ձևավորված մարքեթը, դու այդտեղ միակ ձևը որ կարաս լուրջ բան անես, ոնց որ փոխվեց disrupt անես այդ մարքեթը։ Ոնց որ Uber-ը արեց, տաքսիներին, հա, պետք է տեխնոլոգիական shift լինի։ Կամ էլ պետք է մտնես մարքեթում լինես, որ տարեկան 20% է աճում, ոնց որ այսօր AI-ն է, որ 25% աճում է տարեկան, որ ինչ էլ անես այդտեղ, մեկը գտնում ես նոր է ձևավորվում, գտնում ես customer-ներին, գտնում ես լուծումներ, գտնում ես revenue, հիմա նոր AI company-ները $0-5 միլիոն revenue-ն հասնում են, ասենք, մի տարում, որովհետև շատ արագ աճող շուկա է, բոլորը թռնում են այդտեղ, շուտ լուծում են մանգալ, էլ։ Դա համար մենք հաճախ խորհուրդ ենք տալի, բացի product market fit-ից ու channel market fit-ից, նաև market-ը ճիշտ ընտրել, որ արագ աճող լինի ու մեծ լինի, էլի, ստագնացիա մարքեթինգում դժվար է հաջողության հասնել։ Դա մեկ է որ ասում էր value creation չկա, այդ reseller բուրգում ճիշտ ես ասում, իմ կարծիքով շատ մեծ value creation կա, որտեղ եթե նայես, ասենք enterprise-ի տեսանկյունից, եթե դու օրինակ բանական insurance company ես մեծ Ամերիկայում, ունես ասենք 20 միլիոն կլիենտ, consumer, որ արել են ասենք insurance-ը, դու կտնես մեծ call center։ Մեծ call center-ը եթե in-house անես թանկ է Ամերիկայում, դու ես outsource անես, բայց դու Հնդկաստանը չգիտես։ Դա համար գայս այդտեղ BPO-ն, որ ասում են մենք այդ Asian-ով կանենք։ Դասես BPO-ին, այդ դասնոց ոնց դե ավելի effective սարքեն, քեզ պետք է technology։ Բայց դու insurance company ես, նա որ technology-ն է քեզ ավելի լավ, գնում ես մարկանց մոտ, որ եթե հասկանում են, դրանք reseller-ներն են։ Այդ reseller-ներն էլ չեն կարա հաուհատ product-ից հասկանան, դա համար կան ենթ reseller-ներ, որոնք value միած են առաջարկում, այդ value chain-ը ստեղծվում է։ Իսկ իրանք knowledge-ի ու market access-ի հարց են լուծում, էլի։ Դուրս value են ստեղծում իրականում։ Հա, իմ մեկնաբանությունը նրան էր վերա, նրան էր, որ 4 layer ոնց որ պետք չի, էլի։ Սեր շատ բարդ է, ասենք չգիտեմ խի պետք է այդքան բարդ լինի, էլի, ոնց որ reseller-ը կարելի է հասկանալ, այնտեղ կա trusted advisor-ների գաղափար, որը կարելի է հասկանալ, բայց ինչի պետք է լինեն այդ չգիտեմ super agent-ներ, master agent-ներ ու հետո անդադ նոր ինչ որ սխեմաներ են այդտեղ առաջանում, որ երևի ոնց որ եթե փողա ոնց որ շրջանառվում է կոռուպցիա չի, ուրեմն կա value, իհարկե ոնց որ դա ճիշտ է, բայց պետքա disrupt լինի, էլի ինչ որ մեկը գալու է ասի չես թե ոնց որ անիմաստ իրականում ոչ բան ես անում դու, այսինքն distribution գտնելու փող է, էլի այդտեղ product ստեղծելու կամ product օգտագործելու փող չի, որտեղ երևի ամենա ինչ որ յուղ է էլի առաջացել այդտեղ, որ ինչ որ մեկը գալու է մի օր disrupt ան, չէ՞ marketplace-ը դառնալու թե ինչ, բայց դա թե ասենք ոնց է օրինակ մի հատ հայկական էլի ընկերություն կա, չէ՞ որ Zero Broker էր անունը, հիմա փոխեցին է Georgians ընկերություն, չեմ հիշում նոր անունը, ոնց որ Arata է թե ինչա, իրանք ծոր ինչ էին անում, ասում էին այդ բաների լոգիստիկ այդ խնդիրների համար, որ ինչ որ ապրանք պետքա տեղափոխես մեկից մյուստեղ, ոնց որ broker ընկերություններ կան, չէ՞, լիքը որ ասում են, ասենք այս գնով կտանենք, բան, իրանք այդ գալիս ասում են, ոնց որ հանում ենք այդ broker-ի մասը, այսինքն disrupt են անում, էլի այդ Բայց չկարացան։ չէ, լավ աճում են հիմա։ Անունը փոխեց, սկսեցին աճել։ Ուրիշ բան են անում հիմա, փոխել են ուղղությունը։ Arnata է կոչվում, AI Agents for Logistics Industry։ Դեռ ուրիշ բան են անում։ Դե նույն բանն է, պրոստը անունը փոխել են, որ իրանց այդ լինի աշխատել, որ Zero Broker էին ասում, ոչ մեկ ասում են ձեր չենք աշխատի, դուք ուզում եք մեր բիզնեսին խփեք։ Հիմա դրանով են AI agent էլի, այսինքն որ մարդը փոխարեն agent-ն է։ Ես տենց եմ հասկանում։ Ոչ պետք է Գեորգին մի օր հրավիրել, շատ լավն է Գեորգին, տենց շատ հետաքրքիր բաներ են անում։ Մի հատ վերջի բան ասեմ, գնանք արդ, այս հիշում ես այն անգամ որ դեբատ էինք անում, այն համասանի ուսանող լավ բան արել, թե վատ բան արել, այդպես 5 միլիոն ռեյլ արեցին, ինչ ես կարծում, ես դրա ասում եմ ոնց որ մարքեթինգն է լավ արել, ոչ թե ինչ էր սարքում, ethical մասը, բայց ինչ ես կարծում, VC-ները ինչի են դա բան անում, invest անում, էլի, եթե այդպես ethical խնդիր կա իր արածի մեջ, ոնց որ, այսինքն ինքը ասում է, cheating platform եմ սարքելու, որը հնարավորություն է տալիս մարդկանց AI-ի օգնությամբ, տենց չգիտեմ, cheat անել։
Այդ ինչ մարքետ շուկա է, ոնց են VC-ները դա մտածում, էլի, այտենց մտածում չեմ հասկանում։ Բայց կլինի այդ վատ կոմենտարում նոր կոհացի պատասխանը։ Նոր Հիտլերը լրիվ դեմոկրատական ընտրություններով դարել է Գերմանիայի կանցլեր ժամանակին։ Նենց որ հավատում են ու սիրում են լիքը վատ բաներ։ Հիմա որ հետ գնք դրան կոնկրետ տեղի են անում։ Չեմ ասում որ լավ են արել, վատ են արել, ուղղակի հետաքրքիր է։ Այդ ծմոթենք է թեմայի մեջ։ Չգիտեմ որ VC-ն է արել ու կա մոտացել բացի մեծ արագն են, էլի հետաքրքիր է շատ։ Կամպանիայի անունը թե պետք է գտնեմ։ Էսա կգտնեմ։ Կարա փիչը ուրիշ է ուղղակի։ Էսա, Cheating tool. Ասում հենց տան cheating tool raises 5.3 million to cheat on everything. Flulia կոչվում այդ պլատֆորմը անա։ Չգիտեմ։ Թե կրանչում չէ գրածխեն։ It offers its users the chance to cheat on things like exams, sales calls, and job interviews thanks to a hidden in-browser window that can't be viewed by the interviewer or test giver. Clearly has published a manifesto comparing itself to inventions like the calculator and spell check, which were originally derided as cheating. Ջոկմես ինչ ասում։ Ասում ժամանակին կալկուլյատորն էին քնովում, որ ոնց որ cheating էր թույլ տալիս, ոչ չգիտեմ քիչ ուրիշ է, էլի։ Ամեն դեպքում հետաքրքիր։ Կարող է ուզում ասի պարադիգմա այն առումով պարադիգմ shift-ը, այն առումով որ AI-ը եկել է, ու եթե առաջ եթե համարվում էր cheat, որ կողքից որ բաներ անում, հիմա մարդիկ մեկը AI-ով super power ունեն, ավելի խելացի են դառնում, նոր տիպի ոնց որ human-ներ են։ Այդ is փոխանա pitch-անը։ Շատ լավ ես ասում։ Օրինակ այս վերջերս այդ All-in podcast-ին David Sachs-ը խոսում էր ու դեբատ էր գնում, ասենց արագ դեբատ էր գնում, հետո բացեց գրոկ արեց ինչ որ բան ու ինչ որ բան ասեց ու ավելի խելացի թվաց այդ բանին։ Հիմա դա cheating-ա, cheating-ոտ է էլի, որտեղ դու դեբատի ժամանակ ոչ մեկ գրոկ չի անում, բայց եթե ոնց որ հենց դեմդ լինի այդ գրոկը անդադ, вообще շատ ավելի խելացի կգտնվես, չէ՞, կթվաս ամեն դեպքում ու ավելի լավ դեբատ կարաս անես։ Էդ էլ է երևի cheating-ի մասը, հիմա cheating ենք ասում, բայց միգուցե այտենց super power-ը ուղղակի, որ ունենալու ենք։ Ուղղակի դա մեր նոր պահ կա, այդ ոնց որ էս pitch-ը արեցի, բայց նոր պահ կա, որ եթե դու job interview ես գնում, ոնց որ job interviewer-ը ուզում է հասկանալ դու առանց AI ինչքան կարաս անես, էլի։ Ինքը հետո AI կգումարի դրան, որտեղ բոլորը AI ունեն։ Հիմա եթե ուզում է հասկանալ քո AI skill-երը, թե դու ինչքան լավ օգտագործես, դա հաս կտա, էլի։ Դա մի քիչ It's controversial բան է։ Okay, շատ լավ։ Այն որ չգիտենք ինչից պիտի խոսանք, բայց 50 րոպե խոսացինք։ Այս ոնց որ մեր երեքվա 3 ժամանոց լանչի շարունակություն ունի։ Okay, merci բոլորին, մինչ նոր հանդիպում։